Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 20-ի համար։ Օրը երեքշաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվում այդ օրը։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 20-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ոմանք կամ պետք է գնան հիվանդանոց, կամ պետք է գնան բժշկական կենտրոն, եւ հնարավոր է այնտեղ հիվանդ ունեք, ով որ դեռևս 1 ամիս եւ մի փոքր ավել կարող է այնտեղ մնալ կամ բուժվել, կամ դուք պետք է դեղորայք ընդունեք եւ այլն, հա, ինչ որ մի բան է բժշկության հետ կապված, որը կարող է տևել 1 ամիս, կամ ձգձգվում է ձեր այցը 1 ամիս հետո է լինելու, ինչ որ մի բան կարող վիրահատություն է, ինչ որ մեկի համար, ձեզ համար, ամենայն դեպս կարող է դեղ եք մտնում եւ գնում, կամ ունեք, ինչ որ մեկը կա հիվանդանոցում, կամ դուք պետք է գնաք։ Նաև այստեղ կարող է գաղտնիք բացահայտվել, շատ այդպես փուչիկի նման պայթի այդ գաղտնիքը, նաև դա կարող է լինել խաբեություն, որը որ ձեզ զգուշացնում է, որ կարող է լինել այդ օրը խաբեություն։ Եվ ոչ միտեղ կգնաք, կկանգնեք, կամ այդ խաբեության պատճառով կարող ինչ-որ մի բան ձեզ մոտ կանգ առնի, դանդաղի, կամ դուք եք գնում, ինչ-որ միտեղ մնում երկար, եւ տան հետ կապված ոչ կտրուկ ինչ-որ մի բան տեղի կունենա, կամ դուք որոշում կկայացնեք, կամ ինչ-որ մի բան տեղի կունենա, կարող է անսպասելի, դե տանտերն ասում է, օրինակ, պետք է դուրս գալ, կամ դուք ինքներդ եք որոշում դուրս գալ, կամ նաև օրինակ վերանորոգում եւ այլն, յուրաքանչյուր բան տան հետ կապված, այնտեղ կամ որոշել եք տանը ծնունդ անել, հետո կտրուկ փոխում եք որոշումը, գնում եք դրսում անեք, կամ հակառակը պետք է գնայիք ծնունդ, չեք ուզում գնալ, որովհետեւ առիթ է նաեւ ինչ որ մեկի տան մասին է, կամ ձեր։ Այդ օրը ժամը շատ կարեւոր է ձեզ համար, կամ ժամերով կարող եք ինչ որ միտեղ գնալ, մնալ, եւ կամ ժամ եք պայմանավորվել, հա, այնպես արեք, որ չուշանաք։ Եվ հաջողություն ունեք։ Երեկոյան ամեն ինչ հաջողությամբ կընթանա, հաջողությամբ կանցնի եւ այլն, այն ինչը որ դուք կանեք այդ օրը, նոր դռներ է բացվելու, չգիտեմ, այդ ինչից է, կարող է իրոք որոշում եք տեղափոխվել տունը, եւ դա ձեզ համար նոր դուռ է բացում, կամ յուրաքանչյուր ինչ որ հաջողակ մի բան տեղի կունենա այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 20-ին։
Հարգելի ցուլեր, շատ բան չունեք, կիսատ եք, այլ ասել, կանխատեսումը։ Ոչ է լավ լուր այդ օրը կլսեք, բարի լուր կլսեք, ոմանք ծննդաբերության, հղիության, ոմանք ուղղակի ինչ-որ մի լավ լուր է ձեզ համար, և երեկոյան վիճում եք։ Ուրիշ ինչ-որ բաներ չկա, լավ կլիներ, որ երորդն էլ լիներ, բայց ցավոք չկա։ Ինձ թվում է լավ ուսումնասիրած է, ոչինչ բաց չեմ թողել։ Չկա բաց թողնված ինչ-որ մի բան։ Ինչ-որ մի բան կիսատ է, նա ինչ-որ մի բան կիսատ է կանխատեսման մեջ։ Լիարժեք չի, ինչ-որ մի բան էլ ևս տեղի կունենա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Դե կարող եմ մեկ այլ քարտն էլ նայել, մեկ րոպե։ Երորդն էլ հանեմ, որովհետև ընդհանրապես 3-ն է ճիշտը։ Ոմանք կզբաղվեն իրենց առողջությամբ, ոմանք կզբաղվեն իրենց գեղեցկությամբ, կամ կարող ընտանիքի մասին, որից է լավ լուր եք լսում, հենց կամ երեխայի ծննդուի, կամ հղիության, ինչ-որ մի կամ առողջության կարող վերաբերյալ, որից է լավ լուր եք լսում։ Այսքանը հիմա։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 20-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը առավոտյան կամ հուզվում եք, կամ արտասվում։ Նաև սեղանի շուրջ կարող եք նստել, բարի լուր այդտեղ կարող եք լսել, շատ լավ լուր կարող եք լսել, բայց չգիտեմ ինչու, կամ սեղանի շուրջ եք վիճում, կամ հետո եք վիճելու, ինչ-որ մեկ հետ կարող եք վիճել այդ օրը։ Եվ ժամը ձեզ համար շատ կարևոր է, եթե ուշանաք, օրինակ այստեղ ինչ-որ մի բան փակվում է։ Հնարավոր է, որ ձեր ուշացման հետ է դա կապված, հնարավոր է ոչ, բայց ինչ-որ մի բան փակ է, ինչ-որ մի բան չի ստացվում և կարող եք երկար մտածել, հնարավոր է տան հետ է դա կապված, տան հարցերն են կամ որևիցե առիթ է կամ և այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 20-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը առավոտյան կարող եք տատանվել ինչ-որ մի հարցի շուրջ, նաև ոմանց ամուսնության առաջարկ կանեն, ոմանց սիրո խոստովանություն կանեն, դրա համար եք տատանվում, նաև նամակ կարող եք ստանալ փաթեթ, փաստաթուղթ կարող եք ստանալ, դա կարող է տատանվելու և մտածելու առիթ տա ձեզ, գրեք ձեր սիրելին, թե ոչ, պատասխանեք ձեր սիրելին, թե ոչ, կամ սա կարող է նաև լինել գործնական, ինչ-որ առաջարկ են արել և մտածում եք պատասխանեք, թե ոչ, կամ ինչ պատասխանեք։ Եվ երեկոյան այստեղ, եթե վիճեք ձեր սիրելիի հետ, ապա կարող եք երկար ժամանակ չհաշտվել, մոտավորապես 3 ամիս։ Նաև կարող է ձեր սիրելին չի գալիս 3 ամիս, կարող հեռու է և դուք դրա համար եք վիճում իր հետ։ Այստեղ ուշադիր եղեք, իրոք կարող եք վիճել և երկար ժամանակ չշփվել իրար հետ։ Ինչ-որ բան է ուշանում, դրա պատճառով եք իրար հետ վիճում։ Ինչ-որ մի բան բավական երկար կուշանա, դրա համար վիճում եք իրար հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին մայիսի 20-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը ոչ է նամակ կարող եք ստանալ փաթեթ, տեղեկատվություն, փաստաթուղթ, նաև բան եք պատվիրել բերեն։ Գործերը կարծես թե առաջ չի գնում, որովհետև ճանապարհ եք գնում և գործերը մնում են, դա արդեն չեք անում։ Կամ գործերը առաջ չի գնում և այդ ճանապարհն է կապված դրա հետ, թե ոնց դուք առաջ կտանեք, ինչ-որ մի բան եք այս ճանապարհի հետ էր կապված, որ պիտի գնա առաջ գործերը։ Նաև օրվա ընթացքում ոմանք կարող են սիրահարվել, ոմանք սիրո խոստովանություն լսեն, ստանան, կամ նաև տենց լավ խոսքեր ձեր մասին կարող եք լսել և հաջողություն ունեք, ոչ թե զարգացում ունեք այդ տեղեկատվության հետ, դա է կապված, որ ինչ-որ մի բան ձեզ մոտ առաջ է գնում, ինչ-որ առաջ խաղացում է, ինչ-որ մի լավ բան է։ Բայց երեկոյան չգիտեմ ինչու վիճում եք ձեր սիրելի մարդկանց հետ, կամ ընտանիքի անդամների հետ, կամ ձեր սիրելիի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կուսերի։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 20-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը կարող է ինչ-որ մի բան է կանգնած, դանդաղում է եւ դա ձեզ համար ստեղծում է խոչընդոտներ։ Բայց այդ խոչընդոտները կկարողանաք հաղթահարել, որովհետեւ ուրախ եք, տրամադրությունը բարձր է, կկարողանաք այդ հարցին լուծում տալ։ Նաեւ օրվա ընթացքում կարող եք տատանվել, հնարավոր է տղայի հետ է կապված, խոսել, չխոսել, հանդիպել, չէ։ Յուրաքանչյուր բան այստեղ կարող է լինել կապված որից է տղայի հետ։ Նաեւ հանդիպում, շփում այդ տղային, դա կարող է լինել մասնագետ, դա կարող է լինել ձեր տղան տուն է գալիս, ձեր ամուսինը, ինչ-որ մեկն է, որ կարող է ձեզ ինչ-որ մի բան է ասում, որից հետո սկսում եք տատանվել։ Նաեւ կարող է սիրո խոստովանություն է անում, այդպես էլ նաեւ սկսում եք տատանվել։ Եվ հաջողություն ունեք այդ օրը, դռները բաց են, հնարավոր է նաև այն ինչ որ կանգնած է, դա է ասում, որ դռները բացվում են ձեզ մոտ եւ ամեն ինչ կկարգավորվի։ Նաև կարող է մեկ այլ ոլորտում եք հաջողություն ունենում, երեկոյան արդեն։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին մայիսի 20-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը կարիերայում մի փոքր բարձրացում տեղի կունենա, դա այդպես շատ չի ինքը, բայց ոնց որ տեսանելի է։ Այն ինչ որ կլինի։ Նաև օրվա ընթացքում կարող ցանկանալ պարկել, հանգստանալ կամ կարող է հենց դա է կարիերայում դա համար ոչինչ շատ չի, հա, եւ ձեզ թույլ է տալիս, որ դուք հանգստանաք նաեւ օրվա ընթացքում։ Ոմանց համար սա ինտիմ հարաբերություններ, ոմանք նաեւ կարող է ինչ-որ մեկն է պարկած ձեր տանը եւ պետք է գնաք իրեն խնամեք։ Այստեղ ոմանք ամուսնության առաջարկ կարող են ստանալ կամ գործնական առաջարկ ստանան, հնարավոր է նաև ամուսինը կամ ձեր հայ ընտանիքի անդամներից մեկից երկար ժամանակ ինչ-որ մի տեղեկության եք սպասում դա ստանաք, նաև սիրո խոստովանություն, հարսանիքի հրավեր, որին երկար եք էլի սպասել, գիտեիք, որ տվյալ մարդը ամուսնանում է, բայց ոնց որ թե ձեզ հələ որ ձայն չէին հանա, չէին ասել արի։ Նաև հեռախոսազանգի միջոցով դա կարող է լինել։ Հեռախոսով զանգարեն եւ ձեզ ասեն, որ ինչ-որ մեկը ամուսնանում է կամ ինչ-որ հարսանիք է եւ այլն այսօրը կգաք եւ այլն, առանց ոչ ինչ-որ հրավիրատոմսի։ Ինչ էլ որ լինի, երկար եք սպասել դրան։ Եվ սա նաև կարող է գործնական է, կամ ձեր երկրորդ կեսից եք ինչ-որ մի փաստաթուղթ սպասում, ինչ-որ մի հենց տեղեկատվություն սպասում, դա էլ նաև ստանում եք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 20-ին։
Հարգելի կարիչներ, այդ օրը մի քանի հաջողություններ ունեք եւ առավոտյան կամ մեկը մտածում եք ինչպես հաջողության հասնել, մյուսը կա, հա, ամենայն դեպս հաջողություններ կան։ Իրոք կաղետատանվում եք, մտածում եք ինչպես անեք, որ ձեզ մոտ ոչ մի բան հաջողությամբ ընթանա, էմոցիոնալ եք բավականին շատ։ Նաև երեկոյան արդեն հաջողություն կունենաք։ Կարող հենց այն մասին էր, ինչը որ դուք ուզում եք, հենց դա էլ հաջողության եք հասնում։ Հենց այդ ոլորտը։ Եվ այստեղ բամբասանքներ կարող են լինել կամ օծային վերաբերմունք, հնարավոր է նաև ձեր ինտիմ հարաբերության հետ է դա կապված, ձեր ընտանիքի մասին է խոսում, ձեր քննարկում են, հա, ձեր անկողնային կյանքը եւ այլն, հա, ինչ որ նմանատիպ ոչ մի բան կարող է լինել։ Այնպես որ ուշադիր եղեք, բոլորին մի կիսվեք այդ մասին։ Այսքանը ձեզ համար։ Ինչ որ մի բան է գիտեք, որ այստեղ հաջողության եք արդեն հասել, բայց ոնց որ մտածում եք, հա, կա արդյոք հաստատ հասել եմ թե ոչ, բայց էմոցիոնալ կլինեք եւ հետեւից եւս այդ հաջողությունը ձեզ համար նոր դռներ է բացում։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 20-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը գումար կամ կստանաք կամ գումար կծախսեք։ Հնարավոր է նաև ծախսում եք այստեղ հիվանդանոցի հետ կապված կամ մասնագետին եք տալիս, բժշկին եք տալիս, կամ այդպես պետական վճարը։ Ամենայն դեպս կամ նաև դեղատունը, կարող եք գումար եք այնտեղ ծախսում կամ բժշկության հետ կապված կարող է սա ապահովագրությունը եւ ինչ որ գումար եք ստանում։ Նաև այդ օրը հանդիպում ունեք ոչ մասնագետի հետ եւ օրվա ընթացքում ինչ որ մեկի մասին կմտածեք կամ ինչ որ բանի մասին կմտածեք եւ երեկոյան մի փոքր էլ տխրում եք, որովհետեւ այստեղ գործերը կարծես թե առաջ չեն գնում, դրա համար եք տխրում։ Ինչ որ գործեր կան, որոնք որ կանգնած են, որոնք որ առաջ չեն գնում, դրա համար տխրում եք։ Այսքանը ձեզ համար, քան էլ ձեր օրը չի ոնց որ։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Մեկ օր է, ոչինչ։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մայիսի 20-ին։
Հարգելի այցեղջյուրներ, այդ օրը բավականին շատ աշխատանք ունենաք, նաև նոր աշխատանքի հնարավորություն, նոր ինչ-որ ամենայն դեպս ինչ էլ որնի կախված է դա աշխատանքից, կարող են առաջարկ անել, կարող են նաև պաշտոնի առաջարկ անել, հնարավորությունը փորձեք ձեր ձեռքից բաց չթողնել, նաև կարիերան մի փոքր առաջ կգնա, շատ այդպես շատ չի, բայց այնքա առաջ խաղացում կունենաք։ Նաև հանդիպում շփում որևիցե տղամարդու հետ, դա կարող է լինել պաշտոնավոր անձնավորություն, կարող է լինել ձեր տնօրենը, յուրաքանչյուր մեկը, որ նաև հեղինակություն ունի։ Ճանապարհ կարող եք գնալ, կամ ինչ-որ ձեզ մոտ գան, կամ այդ տղամարդն է կարող է ձեզ մոտ գալիս, եւ այստեղ կամ իմանում եք խոչընդոտները ինչից է առաջացել ձեզ մոտ, մինչև այդ չգիտեիք, կամ ինչ-որ մի բան է այդպես բացահայտվում եւ դա ձեզ համար խոչընդոտ է, կամ ժամանակին խաբեություն է սա, այդ խաբեության պատճառով կարող է խոչընդոտներ կան հիմա ձեզ մոտ։ Եվ կարող այնտեղ ստորագրության հետ կապված, աշխատանքի հետ կապված մի քիչ ուշադիր եղեք, թե ինչ եք ստորագրում, նաև այդ օրը կարող է ուղղակի դեռ զգուշացում է ձեզ, որ եթե ուշադիր չլինեք, ստորագրեք ինչ-որ փաստաթղթեր կամ եւ այլն հավատեք ինչ-որ մեկին, ապա դա ձեզ համար կարող է խոչընդոտներ ստեղծել։ Եվ երկար սպասված ոչ է նամակ, տեղեկատվություն, փաթեթ, լուր կարող եք ստանալ, որը ձեզ համար շատ կարևոր է։ Փաստաթուղթ նույնպես։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 20-ին։ Հարգելի ջրհոսները, առավոտյան հույսներ դելեք ինչ-որ մի բանի վրա կամ հույսով եք արտանում, որ սա կլինի, նա կլինի, կկարողանաք սա անել եւ այլն, հա մարդուն չէ, հույսով է լինում ինչ-որ հարցում։ Նաեւ սեղանի շուրջ կնստեք օրվա ընթացքում, օրվա ավարտին պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, որոնք որ պետք է անեք, հնարավոր է նաեւ ժառանգության հետ է կապված սա, ինչ-որ մի գործեր են, որոնք որ կան հիվանդանոց, բժշկական ուսումնական հաստատություն, յուրաքանչյուր տեղ, որտեղ որ կա բանկ եւ այլն, որ մտնում եք վճարում եք անում։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 20-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը հանդիպում շփում կունենաք ոչ տղամարդու հետ, նա որ պետական աշխատող է, նա որ ինչ-որ մասնագետ է, ձեր ամուսինը եւ այլն։ Սկզբում այստեղ վիճում եք ինչ-որ մեկի հետ, նա որ այդ տղամարդու հետ է կապված։ Հետո բարի լուր եք լսում, լավ լուր եք լսում, եւ ժամ եք պայմանավորվել ինչ-որ մեկի հետ, երևի թե մի քիչ օծություն է անում կամ ուշանում է կամ ձեզ է ուշացնում այդ օծը։ Ինչ որ մի բան է այստեղ, կամ սպասացնել է տալիս, ոնց որ սպասի։ Եվ այստեղ ոչ թե կնոջ հետ նաև օրվա ընթացքում կարող եք հանդիպել կամ իրենից տեղեկություն կստանաք, որ ինչ որ մի բան ձեզ մոտ զարգանում է, ինչ որ մի բան առաջ խաղացում ունեք, կարող է հենց այդ կինը ձեզ ասի, կամ կարող է այդ կինը առանձին է, ում հետ որ կարող եք հանդիպել, այդ կինը ձեզ շատ է սիրում։ Բայց միևնույնն է, ինչ որ մի տեղեկություն կլսեք, ինչ որ մի փաստաթուղթ կարող եք ստանալ, ինչ որ մի փաթեթ կարող եք ստանալ, որից հետո ձեր գործերը արդեն կզարգանա, կգնա առաջ։ Ինչ կարող կանգնած եք, սպասում եք ինչ որ մի փոքր դետալի, որովհետև հա չկար եւ գալիս է արդեն ձեր գործերը առաջ է գնում ի վերջո։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։